Ուրեմն ՀՀ-ի, Հայաստանի, ուրեմն միջազգային կառույցների մասին տնտեսական իրանց ազդեցությունը մեր վրա ու քաղաքականություն տնտեսություն հարաբերակցությունը գերամ, խնդրեմ, լուսաբանում։ Նայ, քաղաքականություն ինքը абստրակտ չկա։ Абստրակտ քաղաքականություն չկա։ Քաղաքականությունը բաժանված է մասերի, բայց այդ սաղի գումարները իրար հետ կարելի է համարել քաղաք, այսինքն կրթական քաղաքական, կրթական ոլորտում, արվեստի, մշակույթի, տնտեսական քաղաքական, ռազմական, անվտանգային, չէ՞, սա քաղաքականություն, այսինքն ինչ երևի, թե պետությունը ինչպես է կազմակերպում այդ ոլորտների, չէ, աշխատանքը զարգացում։ Տվյալ պարագայում զուտ քաղաքականությունից է խոսենք, դա վերաբերում է կուսակցությունների պայքարին եւ իշխանության գալու մասին։ Բայց իրանց բովանդակային մասը որն է, իրանց ծրագրերը։ Հիմա ծրագրերն հետագայում պետք է դառնան պետական կառավարման ծրագրեր, չէ՞, պետության կողմից ոնց կուսակցությունը հաղթեց եկավ իշխանության։ Նշանակում է ինքը այդ ծրագրով պետք է պետություն կառավարի, չէ՞։ Հետևաբար այստեղ շատ կարևոր է, որ կուսակցությունները հստակ ծրագրեր ունենան սկիզբը, եթե քաղաքականությունից ենք խոսում։ Եթե կուսակցությունները չունեն պատկերացում ռեալ, թե Հայաստանը ինքը ոնց պետք է զարգանա, ինքը հաղթելու դեպքում եկավ իշխանություն, նույն ձևով պետք է երկիրը կառավարի անորոշությունների մեջ։ Ոնց որ ասենք ԿՊ-ն է այսօր կառավարում, որ թե անկապ բանալություն։ Պայմանականորեն ասենք կառավարում։ Թե ֆիկցիա է էսի։ Դե հիմա հասկանում ես, նայես դա ճաշակի հարց է, բայց այսօր երկրի իշխանությունը ձեռքում է, լավ է կառավարում, մատիկայից ուրիշ հարց է։ Բայց իրանք ռուսական կողմից իրանք ծրագիր չունեն, իրանք ասում են ոչ մի ծրագիր պետք չէ։ Ո՞ւնը ոչ չունեն, ռուսական բանի մեջ են կողել։ Չմեհարկել, իրանց ոնց է ռուսական ապրանք ավելի մաչելի է, քան թե մերը։ Ջեմը, կոմպոտը, ոսպը, չգիտեմ, բենզին, դու ասա տաքսին, գովաշչան ենք հիմա, ասենք, գիտես, գետառով, դերից ուրիշ հարց է։ Յուբեքս, մենք մանրանում ենք, այլ մի չվերից ենք խոսում, այլ չէ, այսինքն դեմպինգ չկա ռուսների կողմից Հայաստանի նկատմամբ։ Մոսկովի կողմից ուրիշ հարց է, սա բացատրել։ Որ իրանց ամեն ինչ ցածր է իրանց ապրանք։ Եթե քաղաքական մասին ենք խոսում, մենք քաղաքականությունից, ուրեմն մենք պետք է մի քիչ վերևից գնանք։ Հիմա մեր իշնենք ներքև շատ այդպես հարցեր կա տեսալիչ։ Միջազգային կառույցները դա էլի քաղաքականություն է։ Այսինքն մենք եթե ԵԱՏՄ-ի մեջ ենք, նշանակում մենք գործում ենք այդ ԵԱՏՄ-ի տնտեսական զարգացման կանոններին համապատասխան, գործող կանոններին, որտեղ եւ սպառման որակն է, եւ արտադրության որակն է, եւ կարգավորման մեխանիզմները, եւ հարկային մեխանիզմները համակարգն է։ Այդ սա իրարից կապված բան է։ Դե բնական է ԵԱՏՄ-ը դա հետամնաց տնտեսական կառույց է։ Հետամն։ Հիմա մենք չենք ասում ոչ մի բան։ Մենք ասում ենք ԵԱՏՄ, բայց շարունակություն։ ԵԱՏՄ-ից ինչ ենք ուզում դուրս գալ։ Մենք չենք ուզում մնանք հետամնաց տնտեսական կառույցը, որտեղ քաշում ամեն ավելի։ Ճահիճ մարդիկ չեն հասկանում ինչ է։ Մարդը ասում է ես գնում եմ այնտեղ ասֆալտ եմ անում, փող եմ աշխատում, լավ եմ զգում։ Եվրոպայում չկարա փող աշխատի։ Բայց ինքը չի հասկանում, վաղը միսը այստեղ ռոբոտներն են ասֆալտանում, ինքը մնալու անգործ։ Ինքը չի հասկանում, որ պետք է ինքը ռոբոտ ուրեմն կառուցի։ Հա։ Բայց ռոբոտ չի կարա ԵԱՏՄ-ի մեջ գտնվել, ռոբոտատեխնիկա զարգացնի։ Այսինքն ինքնասպանությունն է, սուիցիդ է այդում դեպի։ Վախտը գալու է քրիտիկական կետում, տրակի է փուչիկը, ոնց որ սովետը։ Այդ ինչ են ասում, իրանք այսօրվա իրանց, այսօրվա մի փոր հասա, մի հոր հասել չեն փոխում, էլի։ Դրա համար այդ բաները պետք է պետությունն զբաղվի, հա, հասարակ մարդը չի հասկանում, մարդը կարա չհասկանա, սովորական։ Մարդը կարա չհասկանա, որտեղ ինքը այսօրվա օրով ապրում, այսօրվա խնդիրներով ապրում։ Չէ՞, բայց պետությունը պետք է մարդկանց աչքերը բացի, դասը գիտես, ժողովուրդ ջան, մենք չենք կարող սաղկյանքը գնանք Ռուսաստան ասֆալտ անելով կամ մեզ անորակ արտադրանքը Ռուսաստանում ծախելով, մենք չենք կարող բարեհաջող տնտեսություն ունենանք զարգացած, ու չենք կարող մեր սոցիալական մակարդակը բարձրացնենք դրանով։ Հետևաբար աշխարհում սա տենդենսիաներ կա, որ աշխատանքի մեծ մասը ֆունկցիաները կատարել են ռոբոտները, պրիմիտիվ։ Արդեն կատարում են։ Մարդիկ պետք է ավելի մասնագիտանան, ավելի ստեղծագործական, ավելի բարդ բաների վրա։ Նշանակում է մենք պետք է լավ կրթություն զարգացնենք,
Պետք է լավ բարձր տեխնոլոգիական տնտեսության գնանք։ Դա համար հույսերը չեն կարող դնել հայ ԱՏՄ-ների մակարդակում անորակ ապրանք արտադրել եւ գնալ այնտեղ ասֆալտ անելով փող աշխատելով գալով։ Հետո գերամ ասա որ Անվերջ չեն կարող այդպես։ արևմուտքը մեզ չի տալ այդ տեխնոլոգիաները, չիպերը, այդ hardware-ը ու նաեւ ինչու նաեւ որոշ software-ներ, որոնք բնականաբար գաղտնի են, չէ՞, այսինքն այդ տեխնիկա բան գործանի software օրինակ, հա։ Դա մոտ իհատումից դուրս գան ու այդ անտերները կոպիտ ասած տան։ Ու բանը այդ ինչ է ուզում ասեի։ Այնա ռոբոտներ արդեն կա, չինական, նույնիսկ ամերիկյան են գերազանցում ցավոք սրտի։ Չէ, տալիս են չեն տալի այդ ուրիշ հարց է, դա բաներ կա չեն տալի, բաներ կա կարան տան, բայց ում կտան, այսօր ասած է, քաղաքակրթական պայքար է, չէ, աշխարհում։ Այո։ Այսինքն այսօր խնդիրը հիբրիդային պատերը առաջոպես չի սոցիալիստ կապիտալիստ, չէ, ասենք Սեմյուել Հանթինգտոնը ինչ էր ասել իրականում այս ցիվիլիզացիաների բախման դեպքում, որ ասում է մինչև 20-րդ դարը բանը կոնֆլիկտը պայքարը գնում էր կայսրությունների մեջ, չէ, իմպերիաների մեջ։ Հա։ Ասենք 20-րդ դարում պայքարը գնացել է քաղաքական լագերների մեջ, սոցիալիստ տնտեսությունների մեջ։ Հիմա քաղաքակրթությունների մեջ է։ Քաղաքական պայքար։ Հիմա մեկը հասկանալ մենք ո քաղաքակրթություն ենք։ Հա։ Մեկ արաբական քաղաքակրթություն ենք, թուրքական քաղաքակրթություն ենք, ռուսական քաղաքակրթություն ենք, չինական քաղաքակրթություն ենք։ Բայց ռուսական քաղաքակրթություն չկա որպես այդ։ Չէ, կա։ Մուսեմեր Հանթինգտոնը կա։ Լավ։ Դե եվրոպական քաղաքակրթություն ենք։ Այսինքն արևմտյան, որտեղ եվրոպական քաղաքակրթությունը դա չի նշանակում մենք համարվում այսօր եվրոպական աշխարհագրությամբ, չէ՞։ Ասենք Ավստրալիան դա եվրոպական քաղաքակրթություն։ Իհարկե, Նոր Զելանդիա, Նոր Զելանդիան, Լատինական Ամերիկա։ նույնիսկ Ճապոնիան էլ է համարվում։ Եվրոպական, Հարավային Կորեան, Սինգապուրը եւ այլն, չէ՞։ Այո։ Սինգապուր, մեկ էլ բան ասեմ, ինչու մեր հարկային մաքսայինը չի զրոյացնում հարկերը, մաքսատուրքերը այն ապրանքներին, որոնք պետք է արտադրություն տան, որոնք արտադրանք են տալի։ Այսինքն այս չի էլի սիգարետա, գթալա, ասենք շորա, հասկանաս, չի չեն անում, որ արտադրությունը լստի։ Երևանից դուրս բան չի։ Զրոյացնելու մասին չի խոսքը, ասում կա պետք է ալնի երկու տեսակի հարկ։ Ավելացած արժեքի հարկ եւ գալի շահութահարկ, մեկ է եկամտահարկ ֆիզիկական անձանց։ Всё։ Ուրիշ ոչ մի բան չպետք է լինի։ Այս սոցիալական մուծումները պետք է ալի բան կամավոր։ Եկամտահարկ մուծում է սոցիալական պակետ ունես, օգտվում ես։ Եկամտահարկ այսինքն մանրամասնի շատ մարդիկ չգիտեն։ Կոնկրետ աշխարհում մարդիկ եկամտահարկ են մուծում հիմնականում զարգացած երկրների բյուջեն ձևավորվում է եկամտահարկից։ Այսինքն դու եթե որպես անհատ ֆիզիկական անձ եկամուտ ես ստանում, աշխատավարձ ձևով թե ուրիշ ձևով կապ չունի։ Դու եկամտահարկ ես վճարում։ Ոսկին աշխատավարձից տա եկամտահարկ։ Այո։ Մի անգամից չմտցնեն շահութահարկ։ Չէ, շահութահարկը դա կամպանիաներն են մուծում։ Հա։ Ֆիրմաներն են մուծում, դա ուրիշ է։ Դե բայց իմաստ եթե նայ ֆիրման տալիս է շահութահարկ, այսինքն եկամտահարկը մարդը շատ կլինի եկամտահարկը տալիս է, նոր ֆիրման հաշվում է շահույթը, շահույթից հարկշերից հետո նոր տալիս է։ Իսկ ինքս եկամտահարկը զրոյացվի։ Որ մարդը շատ աշխատավարձ ունենա, դրի ներդրում։ Այլ ընդհանրապես բոլոր հարկերն զրոյացեն, պետությունը վերացնել, պետություն չպահել։ Չէ, շահութահարկի վրա դնենք։ Եթե բարի կաստեղծում, պետությունը ինչ-որ զրո պետք է ապրի։ տրամաբանությունը որն է, հա, պետությունը հա, պետական օրգանը պետք է իր ֆունկցիան կատարի։ Հա, բայց որոշ պետությունները դեֆոլտ են, չէ, հայտարարում, զրոյացում է, եկամտական պայթում, այսինքն այնց հարվի, եթե մարդ մի բան ստեղծի նոր հարկ տա, այս պրինցիպն եմ ասում։ Չէ, մարդը աշխատավարձ է ստանում, պետք է հարկ տա։ Բայց աշխատավարձը հա, բայց այդ ինչ-որ բան է, չէ՞ ստեղծում։ Հարցնա թե ինչքան տա։ Եվ ինչ ձևով տա։ Դա է կարևորը։ Այդ համաձայն, հա, մեծ շահութը այսինքն աշխատավարձ ստացել 400,000-800,000, որ տա։ Այսինքն մեկը ստանում է $1 միլիոն աշխատավարձ, մեկը ստանում է $1 միլիոն դրամ աշխատավարձ։ Հիմա եթե ասենք այդ $1 միլիոն աշխատավարձ ստացողը գործել է նույն ձևով 20%։ Հա, բնական է։ Եվ ասենք այդ $1 միլիոն դրամը այսօր հազիվ է հերիքում տանի։ Հա, համահարթեցում է, հա։ Ասեղ պետք է ֆունկցիան դառնա, որ ինչ-որ ձևով պետք է այդ կարգավորել։ Միանշանակ, հա։ Որ ինչ-որ սոցիալական ջինը շատ տարբեր չլինի։ Կաստա չձևավորվի, հարուստներ, մեգա հարուստներ։ Չէ, հարուստները տակի-տակ պետք է ձևավորվեն, չեն կարող չձևավորել, որտեղ այն ամենա, բայց դե դա լինի արդար մեխանիզմ դի աշխատի։ Չես կարող այդ մոտիվացիան սպանես, եթե մոտիվացիա սպանես, բիզնեսը չի զարգանա։ Բնական է։ Հասկանում ես։ Այո։ Շատ ճիշտ է։ Տրամաբանություն է։ Որովհետեւ հարուստներն իրանք պետք է արդեն կամավոր, այսինքն բարոյական համակարգն պետք է ինձ աշխատի, որ հարուստը հասկանա, որ ինքը
շնորհք ունեցել, խելք ունեցել, տաղանդ ունեցել, կարողացել են հարստանել, բայց շատերը չունեն։ Բնական է, հավասար չեն կարող անել։ Բայց ինքն էլ ինչ-որ սոցիալական, ասենք, արդարության տեսակետից պետք է բանան, էլի։ Հասկանում ես։ Դե հիմա ոնց տեն մենք խանութներում տեղական արտանքը քչանում է տեսականի տեղական։ Մեր տնտեսության վիճակը այդ է։ Մենք այսօր Մերն է մեր տնտեսությունը։ մեր այսօր մեր լավագույն արտադրանքը դուրս է գնում հիմնականում ռուսական շուկա, երևակայի, կարելի ասել կամ միաթմային շուկա։ 60-70% չէ։ Այստեղ մնում է այն տակի մնացածը անորակ ապրանքները։ Բալանսավորում ոնց է դու հասկանում։ Դու ոնց եք հասկանում բալանսավորում կոչված է։ Դրանք պրոստը абստրակտ տերմիններ են։ Բալանսավորելը ո՞րն է։ Ինչ է դա բալանսավորը։ Ում հետ ոնց, ինչ տերմինով եւ Չէ, ծրագիր, զարգացման ծրագիրն է, բալանսավորելը ո՞րն է։ ուզում եք ասել, թե չկա զարգացման մասին չի։ Ստե չկա զարգացման ծրագիր։ Զարգացումը դա բալանսավորում չի։ Այո։ Զարգացումը դա դիսբալանս է չի։ Եթե մի բանը դինամիկ փոփոխության մեջ է, չի կարող ինքը հավասարակշռված լինի միշտ։ Իր հավասարակշռում, բայց ինքը պետք է ունենա վեկտոր։ Բայց ոչ թե մի օր էսա, մի օր էնա, մի օր էսա, մի օր էնա, դա բալանսավորում չի, դա տեղում դոփել է նշանակում։ Ինչ նախանգարում որն է մեր վեկտորը, գա։ Մենք չունենք վեկտոր, չեմ տեսնում ոչ մի վեկտոր։ Մենք ունենք մի պատկերացում, որ իշխանությունը հազիվ ձեռնանք է, այս կամբի, ինչ որ ձևով ուզում այդ իշխանությունը պա, իր գլխավոր խնդիրը այդ է։ Ոչ թե երկրի զարգացումն է գլխավոր խնդիրը, դրանց առաջանում։ Շոույա։ Հասկանում ես, իրանք պետք է ի վնաս իրանք իշխանական ախորժակների պետք է երկրի զարգացման ծրագիր ներկայացնեն, ու եթե դաժե իրանց դա ձեռնտու չի, պետք է իրանք անեն։ Պետության մասին մտածումը չի պետք է անձնականը խառնում պետականի հետ։ Այո։ Ազգի շահերի, պետության շահերի հետ։ Պետք է շատ ռեֆորմատորներ հասկանալը, որ իրանք ռեֆորմա անելուց հետո իրանք մեծ հարվածի տակ են գնալու, բայց իրանք անում են, որտեղ իրանք պրոֆեսիոնալ։ Ցավալի է, հա։ Ոնց որ Բայց պատմությունը գնահատում է։ Այո։ Մեզ ինչքան ներդրում է պետք տարեկան մինիմալ ամենակիչը։ Դե այդպես դժվար է ասել, եթե ծրագիր չունես, չես կարող ասել։ Եթե ունենք։ Բայց շատ հիպոթետիկ որ ասես, տարեկան մի 2-3 միլիարդ դոլարի Ուղիղ ներդրում թե պորտֆելային։ Դե չպորտֆելային ինչի մեջ Ինչի մեջ դնես, չկա, չկա բան որ արժեթուտի շուկա չկա նորմալ։ Դնես ու պետք է արտասահման դնես։ Այդ չեղա որ դու ստեղ դրեցի։ Պետք է Ինչքան ստե ԲԲ կա ու ՓԲ։ ուղիղ Բաց բաժնետիրական քանի տոկոս կա։ Թվերը չեմ տիրապետում հիմա տես անգիր, մի 200,000 կնի երևի։ ԲԲ բաց բաժնետիրական։ Չէ, բաց բաժնետիրական չգիտեմ, համարը երևի մատերի վրա հաշված որնի լավ։ Մատերի վրա հաշված։ Էսի բալանսավորի վրա չկա այնպես հաշված։ Իսկն абսուրդ։ Հիմնականում փակ բաժնետիրական մեկը սպայ է։ Դե նորմալ է դա։ Նո անհատ ձևները։ Զարգացած երկրների կառուցված տնտեսության։ Չէ, զարգացած տնտեսություն չկա որտեղից լինի։ Չէ որ համատում ենք մեր տնտեսությունը ու զարգացած երկրները։ Ասենք մենք զարգացած երկիր չենք։ Չեխիան օրինակ։ Մենք նույնիսկ հարց է ցախում, մենք զարգացող երկիր ենք, թե չէ։ Թե չզարգացող։ Հետո զարգացում բառը ինչ է նշանակում։ Ասենք տնտեսական աճ, այսինքն ճիշտ թվային աճ։ Այո։ 5%, չգիտեմ 6%։ Դա հələ չի նշանակում զարգացում։ Դա հա։ Զարգացում դա որակական երկու պարամետր է։ Դա քանակական եւ որակական։ Որակական զարգացում մենք չունենք։ Չունենք։ Մենք հələ որ ինչ-որ քանակական Դու եք ասա որ զարգացող երկրում չի կարելի տարեկան 5% տնտեսական աճ։ Բայց դա абսուրդ է։ Եթե դու բան բայց որակն է կարող, օրինակ Ճապոնիան 20 տարի է չի տնտեսական աճ չունի։ Հա բայց զարգացած երկիր է։ Բայց Ճապոնիան այդ 20 տարում նույն մակարդակում չի մնացել որակական տեսակետից։ Այո, հա, ոնց։ Ռոբոտաշինը որակական նրանց գնացներն այն 1000 կիլոմետր/ժամ։ Չի կարելի միայն ենել ասել մեր հնան այսքան աճ է։ Բայց եկեք հասկանանք այդ հնայի քանի տոկոսը մենք ունենք արտադրող